Միացյալ Նահանգներն Իրանի ափերի մոտ հսկայական նավատորմ ունի ավելի մեծ, քան Վենեսուելայում ակցիոսին տված հարցազրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Պարբերականի տվյալով ԱՄՆ նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ եւ նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել այդ հարցի շուրջ։ Թրամփը նշել է, որ դիվանագիտությունը դեէսկալացիայի տարբերակներից մեկն է։ Իրանցիները ցանկանում են գործարք կնքել, նրանք բազմիցս զանգահարել են, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Վաշինգտոնից նշում են, որ ամերիկյան կողմը պատրաստ է գործարքի, սակայն պահանջելու է Թեհրանից սահմանափակել միջուկային ծրագիրը։ Հունվարի կեսերին Թրամփը խոստացել էր աջակցել Իրանում հակաիշխանական ցույցերի մասնակիցներին, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ Իրանի իշխանությունը խոստացել է չեղարկել 800,000 ցուցարարի մահապատիժները, ուստի Միացյալ Նահանգները չի հարվածի Իրանին։ Սակայն օրերս Թեհրանից հերքել են մահապատիժների չեղարկման մասին Թրամփի խոսքերը։ Տեղեկություններ կան, որ այս լարվածության ֆոնին ամերիկյան կողմն ուժեր է կուտակում Իսլամական Հանրապետության ուղղությամբ Մերձավոր Արևելքում։ Նաև հաղորդվում է, որ միջազգային մի շարք ավիաընկերություններ չեղարկում են Մերձավոր Արևելքի տարածքում, այդ թվում Իսրայելում չվերթները։ Նաև հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ կարձագանքեն, եթե իրանական կողմը փորձի վնաս հասցնել Իսրայելին։ Թեհրանից հայտարարել են, հակամարտություն չեն ցանկանում, բայց պատրաստ են պատերազմի։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցած եռակողմ բանակցությունները պատմական էին։ Նախագահ Թրամփի թիմին հաջողվեց այս հակամարտության կողմերի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ խաղաղությանը մոտենալու համար, շեշտել է Քերոլայն Լևիթը։ Նրա խոսքով Թրամփը խորապես ներգրավված է կարգավորման գործընթացին եւ իր խորհրդականներից, մասնավորապես Ջարեդ Քուշներից եւ Սթիվեն Ուիտկոֆից թարմացվող տեղեկություններ է ստանում այդ շփումների վերաբերյալ։ Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ հաջորդ եռակողմ բանակցությունները կանցկացվեն արդեն փետրվարի 1-ին։ Նա հավելել է, որ ամսաթիվը դեռ նախնական է եւ լավ կլինի արագացնել բանակցային գործընթացը։ Ուկրաինայի նախագահը հավելել է, Աբու Դաբիում հանդիպման օրակարգում հիմնականում ռազմական հարցեր են եղել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի թիմերը քննարկել են գլխավորապես Դոնբասի ապագան, որի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։ Հանդիպումից հետո ամերիկյան պատվիրակները նշել են, որ հաջողվել է որոշ ուղղություններով առաջընթաց գրանցել։ Ռուսական ուժերը հարվածել են Օդեսային, տեղական իշխանության տվյալով ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մանկապարտեզ, խանութ եւ այլ կառույցներ, հրդեհներ են բռնկվել։ Խարկովի եւ ընդհանուր առմամբ մարզի 80%-ն էլ մնացել է առանց էլեկտրականության։ Իշխանությունները հայտնել են, որ ռուսական կողմը համակցված հարված է հասցրել էներգետիկ համակարգին, որը լրջորեն վնասվել է։ Իրավիճակն ավելի է բարդացնում ցուրտ եղանակը, ջերմաստիճանը հասնում է -13-ի։ Հարվածների հետևանքով հայտնի է նաև վիրավորների մասին։ Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խնդիրները պահպանվում են նաև մայրաքաղաք Կիևում։ Իսրայելի վարչապետը Քնեսեթում ունեցած ելույթում անդրադարձել է տեղեկությանը, որ Համասը փոխանցել է վերջին գերու աճյունը։ Գազայում այլևս պատանդներ չկան, հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով այժմ հաջորդ քայլը պետք է լինի Համասի զինաթափումը, այլ ոչ Գազայի վերակառուցումը։ Մենք պնդելու ենք, որ հենց ապառազմականացումը դառնա խաղաղության գործընթացի հաջորդ փուլը, շեշտել է վարչապետը։ Նեթանյահուն նախազգուշացրել է, դա տեղի կունենա կամ հեշտ, կամ դժվար ճանապարհով, բայց տեղի կունենա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան այլ ներկայացուցիչներ հանդիպել էին Իսրայելի վարչապետի հետ։ Ուիտկոֆը հայտնել էր, որ քննարկումների կենտրոնում է եղել Մերձավոր Արևելքը, մասնավորապես խաղաղության ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի կյանքի կոչումը։ Զուգահեռ Իսրայելի զինված ուժերը հայտարարում է Համասին պատկանող թունելներ ոչնչացնելու մասին։ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանում Ուկրաինայի դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, պաշտոնը կզբաղեցնի Միխայիլ Բրոդովիչը, որը նախկինում եղել է Սլովենիայում Կիևի դեսպանը։ Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը թափուր էր 2022 թվականից, այս ընթացքում Վրաստանում Կիևը ներկայացրել են ժամանակավոր հավատարմատարներ։ Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում նկատելի է լարվածության զգալի աճ։ Դիանա Գասպարյան, լուրեր։